Եվ աղոտ կսկսելուց առաջ 5 վրհարգյան դասվարգյան հասկանանք, որ Աստծո ներկայության մեջ ենք եւ Աստված մեր մեջն է։ Եվ միասին անհոր եւ որդվո եւ ոգմի սրբո ամեն հայր մեր օրերգինս ես սուրբ եղեցի անունքո եղեցի արքայությունքո եղեցի գամքո որպես երգինս եւ երգրի ըստ հաց մեր հանաբազորդ դուր մեզ այսօր եւ թող մեզ բարդիս մեր որպես եւ մեկ տոնք մերոց բարդաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն արպրգյազ մեզ չարե սիքո արքայություն եզորություն եւ բարգավիդյանս ամեն Տակույ խաղության աղոթյավասն մեր Ուրեմն ասացի որ ուրբաթ օրերը մենք Պիտի խոսենք Աստվածաշունչի մասին։ Սկսելուց առաջ ամեն անգամ ցանկանում եմ, որ պատրաստ լինեք հարցումներով եւ սկսենք հարցումներով։ Ինչ հարցում ունեք։ Ապա ով են, որ ձեր մտքին մեջ հազարավոր հարցումներ կան Աստվածաշունչի վերաբերյալ։ Խոսեք, որովհետև ձեր հարցերը ես հետաքրքրված եմ ոչ թե պատասխան տալու համար։ Ասեմ ձեզ բարձրորեն, այլ տեսնեմ թե ինչպես եք մտածում, ինչ մագարտակի եք մտածում եւ ինչպես հասկանում եք։ Սա է։ Եվ հարցումներին եւ պատասխանների մեջ միշտ չէ որ շիդակ եւ սխալ կա, այլ հասկացողություն կա, որովհետեւ որքան ավելի խորը մտածենք, այնքան ավելի մի տեսնենք, որ իրավես շատ խորն է, չափազանց խորն է Աստվածաշունչը։ Եվ կարող ենք մենք տարբեր մագարտակներով մոտենալ եւ տարբեր գրքերը Աստվածաշունչին մոտենանք տարբեր մագարտակով։ Եվ այսօր, ինչպես ասել եմ ասկի առաջ, Աստվածաշունչը մեկ գիրք չէ, մի գրադարան է, 73 գիրք։ Երեք քանակեր գտնվում էին եւ մի Աստվածաշունչ առաջարկվեց, որը 28000-ի վաճառվում է եւ մեզ համար հատուկին անում էին 20000 եւ իրականության մեջ այդպեսի գիրք եթե օդար լեզվով լիներ դեպի $200 բագաս չլար բայց անավասիկ մեզ ներկայացվում են 20000-ով իսկ ես նայեցի ես ցանկանում եի 5 դառնել եւ բաժնել բայց ուզեցի մեկը տեսնել եւ երբ որ տեսա հրաժարվեցի եւ ասեցի որ չեմ ուզեր ինչու որովհետեւ որ կանել Արաքելական եկեղեցին է որ վաճառում է բայց Արաքելական եկեղեցին մեջ մասնակցություն ունի բայց փոնը մգրճական եկեղեցին է համաշխարհային մգրճական եկեղեցին է որ հայերենով մեզ ներկայացնում է եւ ամենամեծ սխալը ինձ համար որն է այն է որ ամբողջ Աստվածաշունչը չէ Աստվածաշունչը 73 գիրք է եւ իրենց ունեցածը միայն 66 է 7 գիրք չեն ընդունել որովհետեւ ասկե 500 տարի առաջ Լութերը որոշել էր որ չէ կարիքը չկա այդ մյուս 7 գիրքերին որովհետեւ հոնդեղը մեկ երկու աստվածաբանական կետեր կար որ ինքը համամիտ չէր եւ նաեւ հոնդեղը դիզաղելի այն է որ ինքը այդ ծավով սկսավ խոսել եւ ուրիշները սկսան իրենք էլ Աստվածաշունչի տարբեր մասերը ցանկանում էին հեռացնել
Եվ երբ որ Լուտերը նեղվեցավ եւ ասեց, որ ինչ իրավունքով անում եք սա, իրեն պատասխանեց, ասում որ դու ինչ իրավունքով անում ես։ Այսինքն ինքը իրավունք ունի, բայց ուրիշները իրավունք չունին։ Սա է առաքելական կատողիկե եւ ուղղափառ եկեցու միությունը հոն է, որ մենք ընդունում ենք։ Բայց եւ այնպես ավասիկ առաքելական եկեցին այսօր այդ 6-7 կերկերին որ բողոքականները հանում են, իրենք այլևս այդ ամենին այնքան կարևորություն չեն տալիս։ Եվ ընդունում են, որ այդպես լինի, որպեսզի կարողանան մի բան տարածել, որ ինձ համար սխալ է։ Ինչևէ, նորեն հարց տամ, հարց ունեք, ինչ հարց ունեք Աստվածաշունչի վերաբերյալ։ Լավ, քանի որ հարց չի դերևս, ասեմ, որ մամեդականները ասում են, որ իրենց Կորանը, իրենց այդ գիրքը ոչ թե Մուհամմեդն է, որ գրել է, որովհետև Մուհամմեդը իրականության մեջ իրենք ընդունում են, որ անուս անձնավորություն էր, եւ անկրակետ էր, եւ ասում են, որ գրված իջավ երկնքից։ Բայց սա իրապես անհետեթություն է, որովհետև պատմությունը մեզ ցույց տալիս է, որ ինչպես որոշ ժամանակ առավ, մինչև որ ունենան հիմա այսօրվա իրենց ունեցած գիրքը։ Մեր գիրքը այդ ձևով չէ։ Մեր գիրքը վերջին անգամ, որ խոսում էի, ձեզ ասեցի, որ ինչպես սկսվեց եւ երբ սկսվեց։ Սկսվեց Դավիթ թագավորի օրով։ Դավիթ թագավորը ապրած է Քրիստոսեն մոտավորապես 1000 տարի առաջ։ Ուրեմն, երբ որ Դավիթ թագավորը կարողացավ միացնել 12 ցեղերը, ուրեմն ժողովուրդը ուզեց գիտենալ եւ ինքն իրեն հարցեր տալիս, թե մենք ով ենք, մեր պատմությունը ինչ է, որտեղ ենք մենք։ Այս ամեն հարցումներին պատասխանը, երբ որ սկսան մտածել եւ սկսան կարևորություն տալ այդ ամեն ինչ որ բանավոր անկիր իրենց հիշողության մեջն էր։ Որովհետև գիտեք այդ ժամանակ հեռուստացույց չի կար, ոչ էլ սմարթֆոն ունեին։ Ամենից որ երեգոները եւ որ արևը մարմդա ամբողջ ընտանիքը միասին է։ Եվ ինչպես ժամանակ անցկացնում են, որովհետև իրենք ամիջապես քունի չեն անցնում, երբ որ արևը մարմդն է։ Այսինքն մինչև որ ես քունը կա, բանկա, ինչ են անում։ Պատմություն պատմել։ Եվ նույն պատմությունը պատմվում է նորեն եւ նորեն եւ նորեն կրկնվում է եւ շատ բաներ կան, որ պիտի պատմվեն եւ պատմում են։ Եվ այդ ժամանակ պատմվածքը նույնն է, ինչպես որ այսօր ցեզ մեր ոմանք երեխաներ ունին եւ փորձառություն ունին, որ եւ որ երեխան նույնիսկ 2.5 տարեկան է եւ գարտաս մի պատմություն, երկրորդ անգամ գարտաս, երրորդ անգամ փորձե փոխել մեկ բառ, քեզի գիշեցնե որ չէ, սխալ գարտացիր։ Եվ երբ որ պատմությունը պատմվում էր, ուրեմն գրավոր չունեին, միայն հիշողություն էր։ Եվ որքան որ իրենք
պատմում էին անպայման նույն բառերը, նույն ցևով, ոչ միայն բառերը, որ օգտագործում էին, այլ նաև այդ շեշտը, որ դնում էին տարբեր բառերի վրա, այդ ամենը նույնը պետք է լար։ Այդ ցևով է, որ Աստվածաշունչը նորեն եւ նորեն կրկնվեց սկիզբը որպես Աստվածաշունչ չէ, որպես մեր պատմությունը։ Այդ ժամանակվա ժողովրդի պատմությունը։ Հավասիկ մեր անցյալը, հավասիկ ինչ պատահեց մեր ժողովրդի հետ։ Եվ իրենք ունեին որոշ բաներ, որ գալիս էր նույնիսկ Աբրահամի օրից, եւ անգի առաջալ որոշ բաներ կային, որ իր հիշողության մեջ կար, բայց շատ ավելի հերու էր, որովհետև Դավիթի օրը եւ Աբրահամը արդեն 800 տարի է։ 800 տարի պատմությունը շարունակված է։ Մեջը բզդիկ տարբերություններ կարող է որ լինի։ Եվ նաև տարբեր ցեղերը իրենց տարբեր պատմություններ ունեին եւ գետերը որ իրենց համար ավելի կարեւոր էր, իրենք անոնց վրա ավելի շեշտ դնում էին։ Ուրեմն 1000 թվականին մենք ունենք 4 կողմը տարածված այդ ամեն բանավոր պատմությունները։ 721 թվականին քիչ արագ բամբիներ, բայց ասենց ամենուն մասին պիտի վերադառնանք։ Առաջին թագավորը, որ հрьяաներ ունեցան, Սավուղոն էր, որ 40 տարի թագավորեց։ Վերջի եկավ Դավիթը, ինքն էլ 40 տարի, եւ իր վերջի եկավ Սողոմոնը, ինքն էլ 40 տարի։ Սողոմոնին հետո հրեական թագավորությունը բաժնվեց 10 ցեղ հյուսիսի մեջը, 2 ցեղ հարավ։ Այդ 2 ցեղը հարավի Բենյամին եւ Հուդա։ Իսկ մյուս կողմը 10 ցեղեր։ Ուրեմն սա լինում է 900 թվականի մոդերը Քրիստոսի առաջ։ 900 թվական բաժանումը սկսվում է։ 200 տարի չի տևում, հավասիկ ասորիները գալիս են եւ հարձակվում են եւ քանդում են Սամարիա մայրաքաղաքը այդ 10 ցեղերին եւ այդ ցեղերին մեծամասնությունը արտահանում են եւ այդ 10 ցեղեր իրականության մեջ կորում են այլևս տարբեր երկրներ, որովհետեւ ասորիները իրենց հանելով ոնդեղ են, իրենց ցեղը բերում են 5 տարբեր ցեղի անցիկ։ Եվ այդ նոնք որ եկան, հոն մնացորդներին հետ ամուսնանում են, ընտանիք են կազմում եւ նոր սերունդը որ լինում է սամարացիները, որ ամբողջովին հրեական կրոնքը չէ որ ընդունում են, այլ շատ գրավեշտական բաներ ունեն իրենց մեջ։ Իսկ երբ որ այդ ընթերը բադահում է եւ աքսորվում են, իսկ ոմանք որբեսի աքսոր չկնան, փախչում են եւ գալիս են դեպի հարավը, Իսրայելի հարավը, որ է Երուսաղեմի շրջակայքը։ Եվ իրենք ունեն իրենց հետը, իրենց հիշողությունը եւ վերջը հավասիկ իրար հետ տնում են իրենց հիշողությունը եւ հարավի հիշողությունը եւ սա անելով մենք տեսնում ենք որ այդ ծավալ որ մեզ ներկայացվում է սկզբի պատմությունները շատ բաներ երկու
անգամ պատմվում են, մեկ մույսեն մի քիչ տարբեր։ Իսկ իրենք երկուքը իրար հետ խառնելու փոխարեն երկուքն էլ տողում են։ Այս կարևոր գետերեն մեկը, որ թողնում են, դա էլ արարչագործությունն է։ Տեսնում ենք մի գոմը, որ խոսում է արարչագործությունը, որպես Աստված առաջ ստեղծեց մարդը եւ հետո մարդուս քուն դալով մարդուս մեկ մասը վերցրեց եւ դա եղավ գինը, իսկ մյուս կողմեն սկիզբեն ասում է արու ևեք ստեղծեց նրանց։ Ուրեմն ամբողջ արարչագործությունը մեզ ներկայացվում է երկու ցևով։ Այդ մասերը, որ երկուսը նույնն է, մեկ հատ գրվում է, իսկ ինչ որ տարբերվում է, թողնում են տարբեր։ Ինչպես մենք կարող ենք ապահով լինել, որ այդպես էր, երկուսեր եւ ոչ թե գիտենալով երկու անգամ նույն բանը պատմում են, որովհետև լեզուն տարբեր է։ Ոչ թե եբրայերեն, չէ, եբրայերեն է, բայց եւ այնպես։ Երբ որ հարավը խոսում է ասա մասին, օգտագործում է Աստվածաշնչի առաջին գլուխներին մեջ եւ նաեւ հետո օգտագործում է Յահվե բառը։ Իսկ հյուսիսի մարդիկը օգտագործում են Էլոհիմ։ Երկու տարբեր։ Ուրեմն, երբ որ կարդում ես եւ կտեսնես, որ Էլոհիմ է, գիտես, որ այդ նախատասությունը եկել է հյուսիսից, այդ նախատասությունը, որ Յահվե կործածում է, գիտես, որ եկած է հարավից։ Ուրիշ շատ մանրամասնություններ կան, չեմ ուզեր այդ ամենուն մեջը հիմա մտնել։ Կարևորը այն է, որ կամաց է, որ այս ամենը կողքով եկավ եւ վերջին ցավավորումը, որ եղավ, դա եղավ Հիսուսեն 600 մոտավորապես 630 տարիներ առաջ։ Եվ այդ վերջին խմբակրությունը, որ տեղի ունեցավ, այդ ժամանակվա քահանաներն է, որ այդ խմբակրումը արեցին։ Եվ կարևոր գետերեն մեկ այն է, որ Աստվածաշունչի ծննդոց գրքի առաջին 11 գլուխները ամենավերջը գրված են, որովհետև 5 դագարանի առաջին գիրքերը, որ ասվում է, որ Մովսեսը գրած է, բայց իրականության մեջ չեն կնարսել, որ Մովսեսը գրած է այդ ամենը, որովհետև հոն ատիքի 5 գիրքերի մեջ նաև մենք տեսնում ենք Հիսուսի Մովսեսի մահը, այնպես որ ինքը իր մահը չէ գրած։ Ինչևից է, ուրեմն հոնդերը 5 գիրք կա, եւ այդ գիրքերը եղած է եւ հարավից եւ հյուսիսից խմբակրությամբ, բայց վերջին խմբակրությունը եղած է 630 թվականին Քրիստոսի առաջ կանաների կողմից։ Եվ այդ 11 գլուխները, որ ուշ գրված են, եւ նաեւ տեսնում ենք, որ աստվածաբանությունը, որ կա նորեն, ամբողջովին դարբեր մի առաջ կացած աստվածաբանություն է։ Աստծո խոսքն է, ամեն մի խոսք Աստծուց է գալիս։ Աստված է, որ այդ ամենը ինչ որ պետք է, երբ որ պետք է, այդ ձևով է, որ ներկայացուցած է Աստված իրենց, որպեսզի իրենք կարողանան քրի առնել այդ ամենը։ Եվ ինչ որ իրենք քրի առին, եւ շատեր, որ այսօր գսեն, որ եբրայեցի բաննատա աստվածաբանությունը եւ այդ առաջին 5 գրքերի գրությունը առասպելներ են եւ ոչ թե պատմություն, ոչ թե իրականություն։ Եվ իրենք
այդ առասպելները շինած են այդ մույս առասպելների վրա, ինչ որ այդ ամբողջ շրջանագին մեջը, միջին արևելքի շրջանագին մեջը այդ աստվածաբանությունը, այդ առասպելությունը, որ կար, այդ առասպելությունների վրա է, որ իրենք հիմնված են եւ մի քիչ տարբեր։ Բայց հոսե որ ուզեմ ձեր ուշադրության հասնել մեծ չափազանց մեծ տարբերությունը որ կա հրեական քրուչյանը եւ մյուս բոլոր առասպելներին։ Մյուս բոլոր առասպելները ինչպես են ներկայացնում մեզ աշխարհի սկիզբը։ Իրենք խոսում են տարբեր չաստվածների մասին։ Տեսակ չաստվածներ կան, մինչև իրար հետ գարիվի մեջ են, կարևորություն չեն տալիս որևէ մի բանի, ամեն մեկ միան իր մասին է մտածում եւ իրենք ստեղծում են տղամարդը, որբեսի իրենց կորձերը տղամարդի գնեն եւ ստեղծում են գինը հաճույքի համար, ինչպես նաեւ որդածնության համար, որբեսի ունենան հաջորդող սերունդներ, որ իրենց ծառայեն։ Մտածեք մի քիչ։ Ուրեմն հрьяաների 4 կողմը բոլոր մարդիկ այսևով մտածում են եւ մտածում են, որ մարդկությունը ստեղծվում է ծառայելու չաստվածներին։ Սա իրենց մտածելակերպը եւ իրենք որ մտածում են իրենց չաստվածների մասին, իրենք տալիս են իրենց չաստվածներին այդ ամեն թերությունները, որ իրենք ունեն, մարդկային թերությունները, որ կան, այդ ամենը մենք տեսնում ենք այդ իրենց չաստվածների մեջ։ Ուրեմն, երբ որ ունեցանք մարդիկ վերջին 300-400 տարիներին, ովքեր ասեցին, որ մարդս ստեղծում է Աստվածը իր նմանության, ամբողջովին շիդակ է այդ աստվածների մտածելակերպին համար, որովհետև այդ մարդիկ ունեին այդ աստվածները, որոնք ունեին նույն գիրքերը, նույն թերությունները, նույն վայրակությունը, ինչ որ մարդիկ ունեին։ Բայց միայն հրեաներն են, երբ որ ասում են Աստվածը ստեղծեց մարդը իր նմանության, սա ամենազարմանալի բանն է։ Իրապես զարմանալի է։ Թե ինչպես կարող են, եւ ասենք համալսարան չեն ավարտած, ուրեմն իրենց գիտությունը ուտեղեն է, Սուրբ Հոգին է, որ աշխատում է իրենց մեջը։ Սուրբ Հոգին է, որ սորվեցնում է, ցույց է տալիս իրենց, թե ինչ է ճշմարտությունը։ Եվ Աստվածը ստեղծեց մարդը իր նմանության, իր պատկերի նմանության ստեղծեց։ Եվ այդ պատկերի նմանությունը ինչ կնշանակի։ Մենք այսօր 20-21-րդ դարում շատ ավելի լավ հասկանում ենք այդ նմանության մասին, քան ինչ որ ասկե 2-3 հազար տարի առաջ մարդիկ կարող էին հասկանալ այդ նմանությունը, որովհետև մի բան, որ այս ամեն հրեաները, որ մտածում են Աստծո մասին, իրենք ոչինչ չեն կարող ասել Աստծո մասին։ Միան ասում են, որ են չի, այդպես չէ։ Ուրեմն Աստծուն, երբ որ ասում են, որ զայրանում է, որ ասում են այսպես է, այդպես է, վերադառնալով ասում են, որ չէ, այդպես չեն կարող ոչինչ ասել դրական Աստծո մասին։ Միան կարող ենք ասել բացասական, ոչ թե որովհետև բացասական է, այլ մեր հասկացողությունը բացասական է։ Եվ մինչև այսօր այդպես է։ Նույնիսկ երբ որ մեր քրությունների մեջ, մեր աղոթների մեջ մենք խոսում ենք Աստծո մասին, անգարծես Աստված, որ կարող է զայրանալ, կարող է պատճել, կարող է
այդ ամենը սխալ է, կամ ասված կուրախանա, դա եւս սխալ է։ Հիսուս այո կուրախանա, բայց Սուրբ Երրորդությունը ոչ։ Եվ երբ որ ասում ենք, որ Աստված սիրում է, նորեն սխալ այդ հայդություն է, Աստված ինքը սեր է, Աստված էություն է, էակ չէ։ Հոս նրբություններ կան, որոնց մասին մենք միայն գարտալով, լսելով չպիտի սորվենք, աղոթքով է որ պիտի սորվենք, որ կան գաղութենք։ Ձեզ ասեմ, ես երբ որ համալսարան վերջացրեցի, քանի տարի աստվածաշունչ սովորեցի, այսօր իմ գիտելիքս Աստծո մասին շատ ավելի խորն է, բայց նույնը չէ ինչ որ սովորեցի ես այդ կերկերի մեջ, այլ իմ աղոթքովը, իմ այդ ամեն մտածելով տարիների ընթացքում, 50 տարի այդ ամենը, որ նորեն եւ նորեն մտածում եմ եւ աղոթում եմ, շատ ավելի խորը հասկանում եմ, քան ինչ որ կերկերը կարող են ինձ սովորեցնել։ Չեմ ասել, որ չգնալ բամբոչով ինձ սխալ եմ, բայց արդյոք ցեզ մե ովևէ կա որ դիմացը թուղթ մադիդ ունի եւ քրում է մի բան։ Կամիան լսում եք եւ որանում եք։ Ես միայն կլսեի։ Եվ ոմանք ցեզանից որ ասում են, որ ես հետո կդիտեմ, նորեն կլսեմ, չէ։ Այդ ինչ որ լսում եք հիմա, եւ որ մի քիչ ուշադրություն դարձնեք եւ բզդիկ գեդեր կրեք, այդ գեդերը ձեր առաջին ըմբռնումն է եւ այդ գեդերը ձեր հետ կմնան շատ երկար ժամանակ։ Եվ չափազանց կարևոր մասեր են ասում։ Ես կան բաներ, որ կրիկ մարնում, Հայր Անդոն։ Ես եւս տետրեմ վերցրել եւ որոշ բաներ կրեմ առնում։ Պետք է, չափազանց կարևոր է։ Ուրեմն հիմա նորեն ցեզի արիտնամ, եթե հարցում ունեցաք, այս ամենը լսելով եւ մեծ բաներ անպայման պատահած պետք է լինեն ձեր մտքին մեջը, որ նույնիսկ շատ բաներ կան, որ համամիտ չեք իմաց ասելուց հետո, որովհետեւ ամբողջովին հակառակ է ինչ որ լսած եք միջև հիմա։ Արդյոք ինչ կա, որ կարող եմ ես մի քիչ ավելի ցեզի բացատրել, որպեսզի ավելի հստակ ունենաք ձեր մտքին մեջ եւ չխռովեք։ Հարց չունեք։ Կարելի է Հայր Անդոն։ Միշտ կարելի է հարցումը։ Դուք ասացիք, որ 630 թվականին Քրիստոսից առաջ գրվեցին այս առաջին 11 գլուխները, չէ՞ Աստվածաշնչի, որը Աստվածաշնչ չէ, գեցի ծննդոց գրքի 11 գլուխները։ Ծննդոց գլխի առաջինից 11 գլուխները։ Այո։ Ուրեմն գրվել են Բեշջում, Քրիստոսից առաջ 630 թվականին, եւ հարավ ու հյուսիսի ժողովուրդների չէ այս երկու ցեղերի, հարավ ու հյուսիս ցեղերի, ոնց որ միացված մի տարբերակն է, չի։ Միացյալ։ Ոչ միայն խմբակրություններ եղած են եւ վերջին խմբակրությունը, որ եղած է, ղևդացի քահանաներն են, որ արել են։ Ահա։ Ղևդացի քահանաներ, այսինքն Խևի ցեղից, ովքեր որ քահանաների սերունդն էին, այդ ուսյալ մարդիկ։ Ահա։ Հիմա նորեն ուսյալ որ գսենք ինչ կնշանակի։
Ինչ է ուսումը այդ ժամանակվա համար։ Սուրբ լծված քահանայություն էին կատարում, Բայց նայում այդ ժամանակ քահանայությունը որ գսես ջեմարան չի գար։ հա։ Բայց գրել կարդալը Բայց- չգիտեին, չէ՞ որոշ չափով։ Քիրք չի գա։ Հիմա պես չէ։ Տարբեր է։ Քրությունը որ կա մակաղատի վրա է, մակաղատն անշապազանց տանգ է, Ահա։ անկիր գիտեին։ Հա, նորեն անգիշ բերանացի փոխանցում էին։ Սերունդից սերունդ։ Այո, Եվ այդ ամենը Սուրբ Հոգով ներշնչված էին իրենք ստանում, հա։ Աստծուց։ այո, նշնչված է այդ ամենը, բայց նաև պիտի ասենք որ երբ որ մենք հասնում ենք այլևս այդ շրջանը որ 580-590 թվականը Հիսուսի առաջ, այսինքն այդ առաջին գրքերի, առաջին գլուխների վերջնական գրությունից հետո գալիս է ժամանակ, որ այլևս մակաղատի վրա գրություններ դեղի են ունենում, բայց անգե առաջ, անկիր էին, և այսօր մենք չենք կնալ հասկնալ, թե ինչ կնշանակե։ Ես կհիշեմ, ասկե 70 տարի առաջ էր, ես ձեր եմ, մի մորնակ, 70 տարի առաջ էր, մեր արաբերեն լեզվի ուսուցիչը մեզ պատմում էր ինչպես վրանապնակ ժողովուրդը ուներ շատ գեղեցիկ բանաստեղծություններ եւ դարին անգամը վրանապնակները տարբեր տեղեր են հավաքվում էին եւ նային թե ով ամենալավ բանաստեղծությունը գրել է այդ տարվա ընթացքում մարդուն մեկը որ 500 դող գրած է քրիչիգա կանավոր 500 կարդասանի 500 դող եւ հանդերը գտակ սիրող մեկը քսեոր ինչպես ասկա գսես որ կոննե ես ասկանցել դարի խոսացի իմս էսա եւ մեկ տարի առաջ իրեն ուրեմն բիդի ապահովեն որ արդյոք հնարավոր է իրեն գսեն որ լավ եթե կոննե ասե եւ այդ 500 դողը փարացի կարողանում է գրկնել ոչ թե որովհետեւ ինքը գրել է այլ որովհետեւ այդ մեկ անգամ լսելով անկիրել է այդ 500 դողը մույսն է որ առաջինը գրած է եւ մույսը կատակ է անում եւ գուզե բոլորին վրա խնդալ ասելով որ սա իմն է իրը չէ բայց մեկ անգամ լսելով 500 դողը անկիր անում է այդ ժամանակվա սա իմ խոսքս 100 տարվա խոսք է 100-110 տարվա խոսք է ասպանը բադահել է 110 տարի առաջ որովհետև 110 տարի առաջ այո վրանապնակները շարունակվում էին ապրել նույն ձևով եւ անկիր գիտեին այդ ամենը բայց մինեք մենք մի կաթողիկոս ունեինք որ 7-8 էջ կարոզ ուրիշը գրած կլա ինքը մեկ անգամ կգարտա եւ անկիր այդ ամենը կքարոզե անկիր պարացի իր տեսողությունը նկարեր կնկարեր այդ ամենը ուրեմն ինչ ժամանակ տարբեր ձևով է որ մարդիկ կմտածեին եւ առաջ կերտային Молодец, уж ты խենո։ ինչպես չրսեցի Կներեք, հանկարծակի եղավ։ լավ Դա տեսողական հիշողությամբ փաստորեն մարդիկ բերանացի անգիր արած փոխանցել են իրենց դեսական եւ լուսողական Այդպես էլ մեր Սասունցի թաղի տեպոսը 10-րդ դարից փոխանցվեց մինչև 19-րդ դար այո շատ բարձ է
Շատ բարձ է։ Լավ, ուրիշ հարցում կա արդյոք։ Հայրատո, ես հարց ունեմ, այո, մենք գիտենք, որ Աստված չի պատժում ոչ մեկի, նա բարի է, բայց այնտեղ ես Հովնալի գրքի սկզբում, որ յուրաքանչյուր գրքերի սկզբում մեկնաբանություն կա, ընդերցեցի, որ ասում է իր սպառնալիքները նա եթե նախազգուշացնում է եւ ժողովուրդը իր վերաբերմունքը փոխում է, բանը էլ չի սպառնում եւ էլ չի պատժում։ Այսինքն այդտեղ ես ենթադրում եմ, որ պատժելու հարց կար, չէ՞, ու չեմ հասկացա, ճիշտ ասած, կբացատրեք, եթե խնդրեմ։ Ումբայրան։ Երբ որ մենք մտածում ենք բադիժի մասին, ես առաջարկում եմ, որ մտածենք բադիժի տեղը խոսել հետևանքի մասին։ Ուրեմն, մեր բոլոր գործողությունները հետևանք ունին։ Եվ լավը իր հետևանք ունի, եւ վատը իր հետևանք ունի։ Եվ ասիկա իր մեջն է։ Ուրեմն, եթե շատ կոպիտ ձևով խոսելու լինեմ, եթե մեկը ավտոն արագ գնում է եւ կարմիր լույսեն անցնում է եւ վտար է լինում, սա բադիժ է։ Հետևանքը։ Չի գնալ բադիժը լա, հետևանք է։ Եվ եթե ասված, եթե կառավարությունը ասում է, որ կարմիր լույսին առաջ մի կնագեցիր, եւ կառավարությունը բաճում է, եթե մեկը վտար ունեցավ, կառավարությունը կգնա բաճել եւ դուքանել։ Բայց ինչու կբաճե, ինչու կդուքանի, որպեսի արկածը չդեղի չունենա։ Բայց եթե կառավարություն չես տա, արկածները տեղի կունենան։ Երբ որ ճանապարհը միայն քեզ ասում է, որ վտանգավոր է 40-ով գնա, երթուն գերտաս 140-ով եւ վտար գլինի, դա բադիժ է, ոչ։ Եթե կառավարությունը բասիկանը տեսնե քեզի կբաճե, այո, բայց այդ արկածները եղած են որպես հետևանք եւ ոչ որպես բադիժ։ Սա մի կապար է, որ նաեւ ընտանիքին մեջը պետք է մենք ասկա լավ հասկանանք եւ լավ հասկացնենք։ Ես դպրոցի տնօրեն եմ եղել Ավստրալիայում 18 տարի։ Ես բադիժ չէի սիրել եւ չէի բաճեր։ Հետևանք։ Եվ հետևանքները սկիզբեն ես ասել եմ, երբ որ երեխան ինչ սխալ անի, ինչ հետևանք ունենա։ Որովհետեւ այդ օրենքները, որ տրված են, բոլորը միասին ապրելու համար, խաղաղության մեջ բոլորը եկած են սովորելու, որպեսզի կարողանան սովորել։ Եվ եթե մեկը խանգարում է, հետևանք պիտի ունենա, որպեսզի մյուսները կարողանան սովորել։ Սա է, Աստծո 10 պատվիրանները սա է։ Եվ բոլոր պատվիրանները, եւ Աստված Հիսուս մեզ սովորեցնում է, եւ այդ ամենը վերածում է մեկ պատվիրանի, ասելով որ սիրեցեք իրար, ինչպես ես ձեզ սիրեցի։ Եվ երբ որ մեկը այդ ծավով ապրում է, այլևս բադիժ չի գա ունդեղ։ Եվ Սուրբ Պողոսը ասում է, այդ օրենքները տրված են ոչ թե արտարների համար, այլ չարագործների համար են այդ օրենքները, բոլոր օրենքները։ Երբ որ գսե որ մի սպաններ, մի շնանար, սուտ մի վկայեր, մի կողանար, ասոնք ինչու եղած են, որպեսզի իրարու հետ ավելի համերաշխությամբ ապրենք։ Ասոնք ազատության, որպեսզի մեր բոլորին ազատություն տա, եւ եթե մենք գտնվենք, եւ ինչպես ժամանակին գար, նաեւ կարծեմ Հայաստանի մեջ այդպես էր, բայց գիտեմ ուրիշ երկրներ, որ այդպես է, եւ որ
Մենք նոր Ավստրալիա գնացինք ասկե 60 տարի առաջ։ Դանթուրը չէին կոծեր։ Անկամ գեշեմ որ շաբաթավերջը ուրբաթօր գնացինք երկուշաբթի օրը վերադարձանք, դուրերը բաց մորցած էինք։ Եվ ոչ մեկ հաղորդություն չի կար։ Որտեվ քողություն չի կար։ Բայց այսօր նույն դեղ Ավստրալիու մեջը չի բավեր, որ տուն թրներդ կոծես, պատահաններուդ ջաղեր բիտնես, որ պատահանները չգդրեն չի մտներ։ Սա է։ Աստծո օրենքները եղած են, որպեսզի մենք շիդակ ձևով վարվենք իրար հետ, համերաշխությամբ ապրենք եւ վատ հետևանք չունենանք, միան բարի հետևանք ունենանք։ Ուրեմն Աստված երբեք չի պատճառ։ Այսօր երբ որ գարտում ենք ինչ հարցումը որ ուղեցիր բանի մասին էր Հովնան Մարգարեն գնաց եւ սկսավ կարոզել Նինվեին մեջը ասելով որ եթե չաշխարեք 40 օր հետո պիտի գործանվեք։ Եվ նրանք լսեցին Մարգարեի խոսքը եւ փոխեցին իրենց կյանքի ընթացքը եւ Աստվածաշունչը մեզ ասում է Հովնանի գիրքը մեզ ասում է որ Աստված զղջաց եւ որոշեց չպատճել։ Սա մարդկային ցև է խոսելու։ Այդ թակավորությունը, Նինվեի թակավորությունը իրար մեջը բավական մեծ խնդիրներ ունեին եւ իրար գործանում էին, ահավասիկ բոլորն էլ զղջվում են իրենց հրազների վրա եւ իրենց կյանքի ցևը փոխում են եւ Աստված ողորմած է, Աստված ներում է եւ Աստված միշտ պատրաստ է ներելու։ Աստված ներում է, բայց բնությունն է, որ երբեք չի ներեր։ Աստծո ցանկությունը ներումն է, բայց բնությունը երբեք չի ներեր։ Այդ ամեն սխալները, որ իրենք գործեցին, այդ սխալները իրենց հետևանքները պիտի ունենան եւ ունեցան։ Հայաստանի մեջ մենք այդ ամենը տեսանք եւ չսովորեցինք Գումրու մեջը այդ մեր նորներին թիվը միայն 10% կլիներ, եթե մեր շենքերը շիրակ ձևով շինված լինեին, որովհետև քողացան, պետք է այդ սեմենտը չտրին, պետք է այդ երկաթը չտրին, այդ 10 հարկանի շենքը ընկա վերջացավ, եւ ինալը խնդիր չէ, մարդկանց սպանեց, փյուրավոր մարդիկ մերան իզուր, բայց երբ որ վերջը նորեն շինեցին, նորեն այդ շենքերը որ շինվեցին եւ նաեւ Երևանի մեջը այդ Հյուսիսային Բողոքայի վրա շենքերը չաթած են ամենք որքան խնդիրներ կա ինչու որովհետեւ նորեն սկիզբեն շիդակ ձևով չուզեցին անել եւ շիդակ ձևով չարեցին բադիժ չէ հետևանք է այսօր երբ կմտածենք քողության մասին քողության հետևանքները որքան շատ են չէ բայց առնենք Աստծո բոլոր օրենքները եւ այդ բոլոր օրենքները տեսնենք որ հետևանքները չափազանց մեծ են որովհետեւ մարդիկ սխալ են անում եւ չեմ զերծվել եւ երբ որ խոսում եմ ճանապարհի արագության մասին երբ որ ճանապարհը ասում է որ 40-ով գնա եւ դու 140-ով գերտաս ասում ես որ ես քանի անգամ արեցի եւ չի պատահում
Բամը չի պատահում, ես կարողանում եմ երթալ, ես շատ լավն եմ։ Այո, շատ լավն ես, մինչև այդ օրը, որ մի բան պատահի եւ քեզի թաղեն։ Մեկ անգամ կպատահի, չէ՞։ Ես շատ վարպետ եմ, ես խմած կարող եմ քշել։ Այո, մեկ անգամ կպատահի, չէ՞։ Բայց բան խմողներուն ալխնդիրը ինչ որ մեզի բացատրում են եւ ասում են, որ երբ որ խմած է խմողը ամենակիչ վնասվում է։ Մյուսները մեռնում են, ինքը ուն մնում է։ Չենք հասկանալ ինչու։ Ինչևս է։ Հիմա եթե ուրիշ հարցում չի գա, շարունակեմ։ Հարցում ունենք։ Ուրեմն, երբ որ կարդում ենք Ելքի գիրքը, ինչպես նաև երկրորդ օրենք գիրքը, այս երկուսին մեջը չափազանց գեղեցիկ հատված է, ամեն ինչ չափազանց գեղեցիկ է, բայց կարգ բաներ կա, որ մեր առօրյա կյանքի մեջը, եթե իրապես գործածելու ենք, մեր կյանքը ոչ մի դարբեր կլինի։ Ուրեմն, Մովսես ասում է, որ ամեն օր զավակներուդ հիշեցրու, այսինքն պատմե Աստծո պատվիրաններու մասին։ Եվ Աստծո պատվիրանները հрьяաների համար 613 պատվիրան կար, միան 10 պատվիրանը, չէ, 613։ Եվ անոր համար է, որ երբ որ երիտասարդը գալիս է եւ Հիսուսին հարցնում է, ամենակարևորը որ մեկն է։ Եվ Հիսուս ասում է, առաջինը սիրես Աստծուն քո բոլոր սրտով, բոլոր մտքով եւ բոլոր ուժով, եւ երկրորդը ասոր նման է, սիրես ընկերոջդ քո անձիդ պես։ Սա է։ Այդ 613-ը եւ մնացածը մինչեւ վերջը պիտի հիշեցնես։ Նաեւ հոն կրված է, որ դարին անգամը բոլոր ժողովրդին պիտի այդ ամենը կարտացվի։ Թագավորը պետք է միշտ ունենա իր արկունիկին մեջը այդ ամենը եւ իրեն կարտան նորեն եւ նորեն ամեն տարի եւ 7 տարին անգամը հadoop արարողություններով պետք է կարտացվի այդ ամենը։ Եվ ասում է, որ եթե դու ասծեվով վարվիս եւ ընտանիքիդ մեջը սորվեցնես նոր սերունդին այդ ամենը, դու խնդիր չես ունենա։ Երկրիդ մեջը խնդիր չպիտի լինի։ Եվ դու արադության մեջ պիտի ապրես երկրիդ մեջը։ Եվ այդ արադությունը երեք տարբեր ծևերով մենք կարող ենք հասկանալ։ Արադությունը, որ հողը ավելի բերք պիտի տա, բայց նաև արադություն այն իմաստով, որ դու քո աշխատանքի արդյունքը պիտի կարողանաս ունենալ եւ ոչ որսի պիտի կա եւ կողանա քեզանից։ Եվ երբ որ ընտանիքդ միացած է, երկիրդ միացած է, դուրս է շնամին չի գարնար կալ եւ հաղթել։ Այսօր եթե Հայաստանը անկախությունեն մինչև այսօր շիդակ ճանապարհով կացած լիներ, մենք 44 օրվա պատերազմը չէինք ունենա։ Ոչ թուրքը, ոչ ազերին, ոչ այլ ուրիշը պիտի կարողանար մեզ հաղթել։ Իդ հաղթեցին, որովհետև մերիններն են փուն խնդիրը։ Օդարը չէ մեր խնդիրը։ Եվ այս ամենը գիտենալով, մեզ մեն ոչ մեկը չուզեր հրաժարվիր իր մեղքերից։ Կոռումպացվածությունը որքան դարածված է, չէ։ Եվ գուզենք, որ մյուսները կոռումպացվածություն չունենան։ Այսօր որքան հեշտ է կառավարական բոլոր անձնավորություններուն դեմը խոսին, որովհետև այո, կոռումպացվածությամբ են ապրում, բայց մեկում հետ որ խոսում է եւ ասում է, լավ, եթե ասոնք գնացին եւ ուրիշը եկավ,
Որևէ ապահովություն ունի, որ ավելի մաքուր պիտի աշխատին։ Ոչ, չունենք, որովհետև կարող պատվազությունը արյունին մեջն է։ Աստծո օրենքը ընդունող չի գա։ Ինչ տեսակ մենք ազգային ժողով ունենք, հոնդերը եղողները միան եթե նայես իրենց օգտագործած բառերը, որքան ցավալի է, չէ՞։ Իրենց վերաբերմունքը իրարու հետ ուր է, Հիսուսին սորվեցածը ուր է, որքան դարբեր է, որքան հագասական է։ Եթե գուզենք մենք բրգություն մեր ազգին համար, Ադրբեջանի թեմ չէ, որ պիտի պայքարենք։ Մենք մեր անձի, մեր մեջ եղած մեղքի թեմ պիտի պայքարենք։ Բայց եթե ես պայքարեմ եւ մյուսները չեններ, ուրեմն ինչ օգուտ։ Եթե ես կպայքարեմ մեղքին, որի մեջս է, ես չեմ անի, որովհետեւ ես ավելի լավ զգամ ուրիշների առջև, չէ, որովհետեւ ես կտեսնեմ, որ սա իմ լավագույն մասնակցությունս է, որ ես այս աշխարհքիս վրա շիդակ ձևով ապրեմ եւ այդ իմ ապրած ձևս հաճելի լինի Աստծուն։ Եվ դա ինձ կդա մի ուրախություն, որ ոչ մեկը չկարողանա ինձ վերցնել այդ ուրախությունը։ Ոչ մեկը։ Եվ երբ ես ապրում եմ այդ ձևով, եւ ուրիշները տեսնում են իմ կյանքը, տեսնում են, տեսեք, ասկեն նորեն 60 տարի առաջ էր Ավստրալիայի եւ այդ ժամանակ դեռ ոչ էլ մտածում էի կանայության մասին, բայց ես մանկուտենես երբեք չեմ սովորել մինչև այսօր հայյանքի բարեր չեմ գիտեր, չեմ սովորած։ Ուրեմն այդտեղ որ աշխատեի օրմա երիտասարդը մեն մեկը ասեց որ կտեսնես ասա երիտասարդը եւ որ ինքը գույդդ կխոսի չափազանց ուշադրություն կդարձնի որ հայյանքի բարեր չգործած է բայց ուրիշների հետ խոսած ժամանակը երրորդ բառը միշտ հայյանք է ասի արդյոք ինչու սա որտեղ դու չես հայեր ես երբեք չեմ սիրած հայեր ոչ սովորել եմ ոչ հայել եմ ուրեմն առանց գիտենալու եւ ես դա արել եմ ոչ թե որովհետեւ քրիստոնեայում ասեմ աղաման եմ ոչ այլ ընտանիքիս մեջ ես այդպես մեծացել եմ եւ որ մենք բոլորս նույն ձևով բանենք բայց երբ որ կտեսնես եւ կփախտades այդ ընտանիքները որ երբ որ 2 տարեկանը կսկսի հայել եւ ստատիկը բաբիկը գուրախանա կկաչալերը ինչ կսպասես կիշեմ երբ որ քույրս քրոջս դաղան 2-3 տարեկան էր եւ իրենց տունը գնացել էի մի օր ես վարտաբեդ էի այդ ժամանակ գնացել էի իրենց տունը եւ ավասիկ դաղան դուրս խալուց է ներս եկավ եւ մեկ հայյանք արեց եւ մաման բերանի մեջը at բիբերը լավ մտրավ եւ լավ մծեցեց սա 50 տարվա պատմություն է եւ այդ տղան մինչեւ այսօր երբեք այսօր 50 տարեկան է եւ մինչեւ այսօր ոչ մեկ հայյանք չգործած էր մեկ անգամ սովորեց վերջացավ քրոջս ռածը շիդակ էր չէ համամիտ չեմ բայց արդյունք կա չէ Անպես վար մեր ամեն հրացները հետևանք ունեն Վերադառնալով Աստվածաշունչին հիմա նորեն աչեն ծախեն խոսում եմ եւ խոսեցի ինչպես գազմվեց եւ նաեւ կարեւոր է հիշենք մենք մեզ հիշեցնենք որ հեղինակը Աստված է մարդկային քրություն է հեղինակը Աստված է Եվ ամեն տարաշրջան նույնը գարտում է
եւ դարբեր ձևով հասկանում է այդ ամեն կրությունները եւ տեսնում ենք որ ոնդեղը գա գեղեցկություն այդ քրկերը որ քրված են Քրիստոսեն 700 տարի առաջ մեկ բան հիմա միտքս եկա որովհետեւ այսօր գեսրեն վերջը մեկը խոսում է դրա մասին ուրեմն ասում է ասիրդասարտը ասում է որ իրեն համար Օվսե Մարգարեի քիրկը իրեն շատ գետակրկր է որովհետեւ ասում է ավասիկ Օվսե Մարգարեն հիմա ինչ որ դիտեմ իր մեկնաբանությունը չէ սա իմ մեկնաբանությունս է որ 50 տարի է նույն բանը իմ սրտից մեջն է տեսնում ենք Օվսե Մարգարեն որ ամուսնանում է մի կնոջ հետ եւ այդ կինը ոչ միայն շնանում է այլ մինչեւ այս փախչում է իր ամուսինից փախչում է եւ ապրում է ուշների հետ եւ ամուսինը ամեն անգամ կերտա ետ կբերը եւ ասած Մարգարին ասում է որ կտեսնես դու այս անցից կողնաչից չես կարող հրաժարվել սա բադահում է Քրիստոսեն 700 տարի առաջ 2700 տարի առաջ բադահած մի բան է այսօր քանի օքի գճանչեք որ եթե կինը մեկ անգամ շնանա ետ կընտունի դունա քանի օքի գճանչեք սա 2700 տարի առաջ է որ այդ ժամանակ կսպանեին այդպիսի կանանց բայց ինքը ետ կբերը եւ ասած իրենք սեր դու ասր սիրում ես եւ չես կարող հրաժարվել իր մե իմ հարաբերությունս ծեր հետ նույնն է այսինքն աստված մեզ սիրում է որքան որ մենք մեղքը կործում ենք հեռանում ենք իր մե ինքը միջև վերջ ամեն ինչ անում է մեզ վերադարձնելու իր կողը Տեսնես, մի պատմություն, 2700 տարվա պատմություն, մեզի որպես խարիսխ է սորվեցնելու, բացատրելու եւ հիմնելու մեր հավատքը, մեր գիտություն Աստծո մասին, որ Աստված ողորմած է, սիրո Աստված է եւ չուզեր հրաժարվել մեզ մե։ Մենք ենք, որ միշտ վերջը հրաժարվում ենք իր մե։ Մենք ենք, որ հեռանում ենք իր մե, բայց ինքը երբեք չուզեր հրաժարվել։ Եվ նույնիսկ եթե վերջին վարքյանը այսօր նորեն մի կարոզ լսում էի Հիսուսի վերջին 7 խոսքերի մասին խաչի վրա եւ պատմում է ինչպես Հիսուս ասում է այդ կողվածագին այսօր իսկ հետս պիտի լինես երկնքարկայության մեջ վերջին վարքյանը այդ անձը կարողանում է իր բոլոր մեղքերի թողությունը ստանալ Եթե միան այդ կարոզին գեսս էզի պատմելամ, մենք շամ եվս միասին կնստինք։ Ուրեմն, ասած մինչև վերջին վարքյան ցանկանում ենք, որ մենք իրեն վերադառնանք։ Եվ ամեն ինչ անում է։ Եվ Սուրբ Պետրոս նորեն իր նամակին մեջ գրում է, նորեն հոմեր մասին այսօր ես ալ մի բստիկ կարոզ պետք է գրում էի եւ Անոր մեջը Պետրոս ասում է, որ մի ասեք, որ Աստված չի պատասխանում։ Աստծո կողը համբերությունը շատ է, իրեն համար 1000 տարին մեկ օրվա պես է, մեկ օրը 1000 տարվա պես է։ Եթե ցեզի ժամանակ տալիս է, գիտեցեք, որ դա անում է, որովհետև ցանկանում է, որ դուք ձեր խելքի կաք եւ վերադառնաք իրեն։ Սա է մեր կյանքը։ Եվ միշտ կնախընտրենք մտածել ուրիշների մասին, որ ուրիշները որքան մեղավոր անձիկ են, բայց իրականության մեջ մենք բոլորս կոտրված մարդիկ ենք, մենք բոլորս կարիք ունենք նույն, իսկապես նույն ողորմության։ Եվ հիմա մեծ վակի շրջանը անշուշտ ողորմության շրջան է, աղոթքի շրջան է, սոմավահության շրջան է, որբեսի նորեն եւ նորեն դառնանք դեպի Հիսուս։ Եվ Հիսուս լինի, եւ իր վարտաբեդություն լինի մեր կյանքի ուղեցույցը,
Հիսուս լինի մեր ճշմարիտ հույսիսը, իրեն դառնանք միշտ, որպեսզի կարողանանք մենք գտնել ճշմարիտ ներում եւ գտնել այդ հնարավորությունը, որ ներումը ստանանք եւ այդ ներումը մեզ տա ներքին ճշմարիտ խաղաղություն, որ ոչ ոք չի կարող մեզանից խլել։ Շատ բարի։ Երեքշաբթի օրը ավելի այդ ռոլիկների մասին է, որ ուզեմ ձեր հետ խոսել։ Իսկ հիմա, եթե հարցում ունեք, էլի պատրաստ եմ հարցումների պատասխան տալ։ Շատ շնորհակալ ենք, Հայր Անտոն։ Մեծ սիրով, Անչափ հետաքրքիր էր։ շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ։ Հարցում Հայր Անտոն, այո, սիրարի։ կհիշեցնեք, որ քրկերը չէին ընդունում Քարաչ եկեղեցին 68 քրկեր էին, հա 73-ը չէ, 73-ն էին, իրենք չէին ընդունում 6-ը, հա։ Մեկը 7-ը, երկոցը, չէ կարծեմ։ Չէ, անիկ ամեն մատ ընդունի։ Դες, հիմա ես քեզ նորեն հիշեցնեմ։ Կան անգամ պիտի հիշես։ Ուրեմն, Թովբիտի կիրկը, Հութիտի կիրկը։ Մի կարծեք որ ես մտքիս մեջ անկիր արել եմ, չէ, հիմա արջևս բացել եմ եւ նայում եմ։ Թովբիտի կիրկը, Հութիտի կիրկը, Եզրասը, Իմաստություն, Բարուքի թուղթը եւ Մագաբայացիների երկու քրկերը։ Հա, բայց երկոցի հետ կապված էլ չէ, տարաձայնություններ կային, չէին ընդունում։ Ոչ։ Սկիզբը կան ոմանք, որ տեսնում էին այդ քիրկը որպես երկու սիրահարների, երկու բանը, ինչպես եմ, նույնը կան սիրո մասին է խոսքը, բայց եկեղեցու հայրերը շատ արագ հասկացան, որ սա այդ տեսակ սիրո մասին չէ, այլ ճշմարիտ սիրո, Աստծո եւ ժողովրդի մեջ եղած սիրո մասին է։ Անորոշ խնդիր չեղավ։ Եվ ուրիշ անգամ ցեզի ավելի բացատրություն տամ, որ գիտեք բոլոր 72 քիրքեր, 72 քիրքեր Աստվածաշունչին, այդ բոլորը օգտագործվում են մեր ծիսական աղոթքների մեջ։ Բացի Հութիտի քիրքը չի գործածվում։ Միակն է, որ չի գործածվում մեր ծիսական աղոթքների մեջ, ծիսական ընթերցումների մեջ։ Եթե ոչ մյուսի 72 հատը եղած են Աստվածաշունչի մաս, որովհետև մաս են կազմում մեր աղոթքին։ Սա է եկեղեցկությունը, որովհետև ամբողջ կրոնքի նպատակը ուրիշ բան չէ, եթե ոչ Աստծուն մատուցել հարկավոր երկրպագություն եւ պաշտամունք, բուն պաշտամունք։ Պաշտամունքի մաս կազմում է երկրպագությունը։ Պաշտամունքն է ամենակարևորը։ Եվ մեր երկինքի բոլոր ժամանակը մենք պիտի անցկացնենք, ժամանակ չի գա իրականության մեջ, հավիտենականությունը այդ պաշտամունքն է։ Այդ պաշտամունքը, որ արդեն սկսած է Հիսուսի խաչով եւ հարությամբ։ Հիսուս պաշտամունքը մատուցում է եւ մենք, երբ որ բادرակի մասնակցում ենք, այդ մեր բادرակի մասնակցելը մասնակցություն է պաշտամունքի։ Պաշտամունքը այդ տարբեր ողկական եկեղեցիների երկեցողությունը չէ։ Եվ ոչ էլ մեր եկեղեցու երկեցողությունն է, այլ Հիսուսի զոհը խորանի վրա։ Հիսուս ինքը եւ զոհն է, եւ քահանան է, եւ խորանն է, եւ Հիսուս ինքն է քահանան եւ բաննա դաջարը։ Ինքն է այդ ամենը։
Եվ ինքը տալիս է հոր Աստծուն այդ պաշտամունքը, որին Հայր Աստված արժանի է։ Սա է մեր գրոնքի գեղեցկությունը։ Դժբախտաբար փոխարենները չեն ուզեր հասկանալ այս իրականությունը։ Եվ պետք է աղոթենք իրենց համար։ Եվ նրանք ովքեր ուսումնասիրում են եկեղեցու պատմությունը, սկսելով առաջին դարերի պատմությունը, շատ, այսինքն հազարեն ավելի ողքական պատվելիներ կաթողիկի հավատքը ընդունում են եւ նաեւ բան ուղղաբար եկեղեցու հավատքը ընդունում են։ Ուրիշ հարց։ Հարցումները առաջվնե պատրաստեցեք։ Եթե նույնիսկ 2-3 ամիս մենք միայն հարցում պատասխան խոսենք, ժամանակի գործ չէ, այդ ամենը կօգնեն ձեզ, որ ավելի եւ ավելի խորը հասկանաք։ Դասվարգյան եւս հարցում կա։ 5, 6, 7, 8, 9, 10։ Բարի գիշեր, Աստված ձեզ հետ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, շատ Բարի գիշեր։ Բարի գիշեր։